Կամավոր էշի բարդույթ ունեցող մարդը ինքն իրեն չտեսնող ու չհասկացող է ձևացնում։ Այդ կերպն ամենից առաջ խաբում ինքն իրեն, իր գիտակցական եսին, չի տեսնում իրականությունը, իրեն ֆրուստրացնող գործոնները։ Օրինակ, մարդը կարող է ձևացնել, թե իբր չի հասկանում, որ այն իրականությունը, որի մեջ հայտնվել է, վիրավորական իր համար, կամ որ իր հասցեին երկիմաստ արտահայտություն օգտագործեցին նրբորեն վիրավորանք հասցնելու նպատակով։ Նա գիտակցում է վիրավորանքն ու գիտե, թե ով է այն հասցնում, բայց քանի որ տվյալ իրադրության մեջ չի կարող կամ չի ցանկանում համարժեք պատասխան տալ եւ նպատակահարմար է համարում հետաձգել վրեժ լուծելը, ապա չհասկացող հիմար է ձևանում։ Նրա հոգեկանում ընթացող ապրումներից անտեղյակ մարդկանց կարող է թվալ, թե իբր նա բութ է եւ չի հասկանում վիրավորանքը, կամ թե չունի արժանապատվության զգացում եւ կուլ է տալիս վիրավորանքը։ Կարելի է կարծել, որ նման դեպքերում անձի հոգեբանական ինքնապաշտպանություն իրագործվում այնպիսի մի բարդույթի օգնությամբ, որի մեջ մտնող հիմնական մեխանիզմներն են արտամաղումը եւ դրա հիման վրա իրականության ժխտումը։ Երբեմն մեզ անհրաժեշտ է լինում հիմար ձևանալ, որպեսզի վարքի լավագույն եղանակներ եւ հարմարվողական ստրատեգիաներ մշակելու ժամանակ ունենանք։ Կամավոր էշի բարդույթը կարող է ընկած լինել էթնիկական բնավորության որոշակի տիպի հիմքում։ Դա ոչ միայն վախկոտ կամավոր էշն է, այլև կոնֆորմիստը, որն աչքի է ընկնում ծայրահեղ եսակենտրոնությամբ։ Այդ մարդկային տիպը կա ամենուրեք, բոլոր ազգերի մեջ։